Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իմ գործընկերները իրենց խոսքի մեջ կանխեցին արդեն որոշակի ասելիք, բայց կուզեի մի քանի դիտարկում անել, պատասխանելով կամ արձագանքելով պարոն Ավետիսյանի հնչեցրած դիտարկումներին, շատ այսպես փորձում են տպավորություն ստեղծել, որ սա մի սարսափազդու նախագիծ է քաղաքացիներին տուգանելուն միտված, բայց ինձ մոտ հստակ տպավորություն եղավ եւ հաստատ կարծիք, որ մեր ընդդիմության հնչեցրած հարցերից հասկացա, որ ուղղակի նախագիծը չեն կարդացել։ Կամ եթե նախագիծը կարդացել են, ապա ամբողջ վարչական իրավախախտումների օրենսգրքի կարգավորումների հետ չեն համադրել։ Հետևաբար այստեղ հնչեցնում են կարծիքներ, որ անձին զննում են, կարծիքներ, որ անձին ձերբակալում են, որ արձանագրություն կազմելու համար ազատությունից զրկում են։ Չկա նման բան, հարգելի գործընկերներ։ Եվ երբ հարցը հնչեցվում այսպես ռետորական, երբ որոշեցի քաղաքացու դարձնել տուգանքի մատերիալ։ Ասեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ընդունվել է 1985 թվականին, դեռ խսեմ ժամանակներից, եւ այն ժամանակ եղել է այն ժամանակ իհարկե այլ տուգանքի շեմերով եղել է պատասխանատվություն երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար։ Մենք ընդհանրապես ավելացնում ենք նոր հոդված, որը վերաբերում է միջքաղաքային տրանսպորտից անտոմս երթևեկելուն եւ շատ ավելի ցածր ընդ որում տուգանքի շեմով, որ ասում են ինչով եք պատժում, ընդհանրապես վարչական տուգանք 10,000 դրամ, մինչդեռ մենք արդեն 20,000-ից տուգանքներ ունենք եւ վարչական ձերբակալման համար կա հստակ նորմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 261 հոդվածը հստակ թվարկում է այն մարմիններին, որոնք իրավունք ունեն վարչական ձերբակալում իրականացնել 4 խումբ սուբյեկտներ են եւ դրանց մեջ հսկիչ չկա, ես խնդրում եմ քաղաքացիներին մի մոլորեցրեք, եւ նաեւ չկա զննություն իրականացնելու լիազորություն հսկիչների կողմից, հղումը տրվում է այդ ամենի համար 259 հոդվածով ՀՀ օրենսդրությանը, այսինքն օրենսդրությամբ սահմանված կարգով են իրականացվում եւ անձի նույնացում է իրականացվում ընդհանրապես եւ ոչ թե որևէ ձևով սահմանափակվում են նրա իրավունքները։ Ես խնդրում եմ այսուհետ կարդալ նախագծերը, համադրել գործող կարգավորման հետ, նոր հնչեցնել ահասարսուր ձեր տեսակետները որպես ճշմարտություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։